Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք ծաղկակաղամբով և սնկով ուտեստ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է ծաղկակաղամբ, սունկ ագարիկոն, մեղր, սոյա սոուս, բալզամիկ քացախ, արտֆուդ, համեարվեստ և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Սրանք էին հիմնական բաղադրիչները։ Կսկսենք ծաղկակաղամբից, իսկ ավելի ճիշտ կտեղադրենք տախտակը։ Ծաղկակաղամբ գնելիս ուշադրություն դարձրեք նրա տերևներին։ Եթե տերևները թարմ են, ուրեմն ծաղկակաղամբը թարմ է։ Կաթսայով ջուր եմ եռացրել, դա ծաղկակաղամբի համար է։ Կկտրատենք ծաղկակաղամբը ծաղկաբույլերի, տերևները մեզ պետք չեն։ Եռացող ջուրը համեմում ենք մառանիկ ընկերության աղով, մոտ 1 ճաշի գիթալ։ Գցում ենք ծաղկաբույլերը, եփում ենք այնքան, մինչև փափկեն, որից հետո տապակելու ենք։ Պտղակոթը պահենք։ Նախապես հարկավոր է մշակել սմբուկը։ Կտրում ենք ծայրերը։ Երկարությամբ կիսում ենք 4 մասի։ Եվ կտրատում ենք 2-ից 3 սանտիմետր երկարության կտորների։ Ինձ այստեղ հուշեցին ոչ թե երկարության, այլ հաստության կտորների։ Այո, համաձայն եմ։ Լցնում ենք թափանցիկ թասի մեջ։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով։ Մի փոքր եռացած ջուր ենք լցնում վրան, որպեսզի աղը հավասար տարածվի։ Եվ որոշակի ժամանակ հանգիստ թողնում։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը տապակելու ենք ձիթայղով։ Դա սունկն է։ Վերցրել եմ կես կիլոգրամ սունկ ագարիկոն։ Միջին չափն եմ, կտրում ենք 4 մասի։
Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության ծովեաղով։ Սունկը հենց սկզբից, երբ համեմում եք աղով, այն հյութը արագ դուրս է գցում, հետո գոլոշյանում է հյութը և արագ տապակվում է։ Փաստորեն արագ տապակելու համար հարկավոր է սկզբից համեմել աղով։ Ծաղկակաղամբը արդեն հարկավոր է քամել։ Լցնում ենք թափանցիկ թասի մեջ։ Համեմում ենք, դե աղը ինչ-որ չափով ծաղկակաղամբը ստացել է ջրից, կհամեմեմ Մարանիկ ընկերության 4 պղպեղով, մշկընկույզով, մշկընկույզը համահունչ է ծաղկակաղամբին, շատ է սիրում ծաղկակաղամբին, ասում է, ուր է ծաղկակաղամբ լիներ համեմեի ես նրան։ Մշկընկույզը ուժեղ համեմունք է, այնպես որ շատ չի կարելի անել։ Ցողում ենք ձիթայուղով, տակնու վրա ենք անում, գործ ենք դնում ջեռոցի տապակը, վրան փռում ենք սիլիկոնե գորգ, լցնում ենք համեմված և ձիթայուղով ցողված ծաղկակաղամբը և ուղարկում ենք ջեռոց կարմրելու։ Ջեռոցը կմիացնեմ տուրբո եղանակով, երկու առաստիճան, կարմրիր ծաղկակաղամբը։ Սունկը թող մի փոքր էլ կարմրի, որից հետո կհանենք տապակից և նույն տապակումում արդեն համեմված սնկով յուղով կտապակենք գլուխ սոխ, երկու գլուխ սոխ, այսպես, վերցնում ենք երկու գլուխ սոխը և կտրատում ենք փետրաձև։ Այսպես թեքում ենք, որ յուղը իջնի ներքև և պայստավորում ենք սունկը։ Անմիջապես սոխը համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։
Սոխին է միանում նեխուրի ցողունը առանց տերևների։ Կտրատում ենք այսպես շեղակի, ոչ շատ բարակ։ Մյուս բաղադրիչը դա գազարն է, սա էլ ենք այսպես շեղակի կտրատում։ Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է, կվերցնեմ երկու տարբեր գույների պղպեղներ, այդպես ավելի ուրախ է ստացվում կերակուրը։ Երբ շատ գույներ կան, շատ մանր չեն կտրատում։ Վերադառնանք սմբուկին, փռում ենք սրբիչ, մզում ենք սմբուկի կտորները և դնում սրբիչի վրա, չորացնելու ենք։ Չորացնելուց հետո լցնում ենք տապակի մեջ։ Կարծում ծաղկակաղամբը բավականաչափ մնաց ջեռոցում, հանում ենք այն, սունկը վերադարձնում ենք ետ տապակ, հաստորեն ծաղկակաղամբի պտղակոթը չօգտագործեցի, ասեմ, որ առանձնապես չեմ էլ սիրում, մի ուրիշ անգամ կարող է պետք գալ։ Մի փոքր սառեց տապակը, այսպես հավաքում ենք ծաղկակաղամբը և լցնում։ Զգուշորեն տակնու վրա ենք անում, որ շատ չքանդվեն ծաղկաբույլերը իրարից։ Եվ կավելացնենք Լոլիկ Art Food ընկերության գեղևահանված լոլիկներ սեփական հյութում։ Նախ կավելացնենք լոլիկները, այսպես, մեկ, երկուս,
3 4 5 6 լոլիկ։ Կրկին զգուշությամբ տակնու վրա անենք։ Եվ պատրաստենք սոուսը։ Թասի մեջ լցնում ենք պահածոյի հյութը։ Սրան ավելացնում ենք Art Food ընկերության չիլի կետչուպ եւ կեղևահան լոլիկները եւ կետչուպը պատրաստված են տեղական լոլիկից։ Շատ համեղ են։ Մոտ 2 ճաշի գթալ կետչուպ ենք լցնում։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ մեղր։ Երկու ճաշի գթալ սոյա սոուս, 1 ճաշի գթալ բալզամիկ քացախ, 1 ճաշի գթալ Art Food ընկերության աջիկա, լցնում ենք այս սոուսը բանջարեղենի վրա, ևս մեկ անգամ զգուշորեն տակնու վրա անենք, ծածկում ենք կափարիչով եւ փում ենք մոտ 7 րոպե, թող համերը խառնվեն եւ վերջում մատուցելիս կառաջարկեմ ավելացնել թարմ կանաչի, կարելի ասել խառը կանաչու փունջ, այստեղ կառեհան, մաղադանոս, համեմ, սամիտ, նանա, մի քանի ցողուն էլ կանաչ սոխ կվերցնեմ։ Քանի որ նանայի ցողունները պինդ են, ցողունները չեմ վերցնի, միայն տերևները։ Իսկ մնացած կանաչիները նանայի տերևների հետ կտրատում ենք մանր։ Մատուցելիս այսպես շաղ կտանք վրա եւ կմբոշխնենք։ Ծաղկակաղամբով եւ սնկով ուտեստ։ Ջուր եռացնել, աղանել, ծաղկակաղամբի ծաղկաբույլերը եփել, երբ փափկեն, քամել, համեմել 4 պղպեղ համեմունքով, մշկընկույզով, ձիթայղով, խառնել, լցնել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում տուրբո եղանակով կարմրացնել։ Սմբուկի ծայրերը հեռացնել, երկարությամբ 4 մասի կտրել, դրանք էլ 2-ից 3 սանտիմետր հաստությամբ մասերի կտրել, աղանել, մոտ կես բաժակ եռացրած ջուր լցնել, խառնել, որոշ ժամանակով մի կողմ դնել, ապա անձեռոցիկով չորացնել։ Ագարիկոն սնկերը 4 մասի կտրել, ձիթայղով տապակել, անմիջապես համեմել աղով։ Երբ կարմրեն, հանել տապակից, նույն յուղով սոխեռած անել։ Անմիջապես համեմել շաքարավազով, աղով եւ սոդայով։ Սոխեռածին նեխուրի կտրատած ցողուն, գազար, քաղցր պղպեղ ավելացնել, լցնել սմբուկի, սնկի, ծաղկակաղամբի կտորները, ամբողջական պահածոյացված լոլիկներ ավելացնել։ Լոլիկի հյութը լցնել թասի մեջ, չիլի կետչուպ, մեղր, սոյայի սոուս, բալզամիկ քացախ, աջիկա ավելացնել, խառնել, լցնել բանջարեղենի վրա, ծածկել, եփել 7 րոպե։ Մատուցելիս կտրատած խառը կանաչի շաղ տալ։
Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի անոսկր բդիկներ, նարինջ, բանջարեղեն, կոճապղպեղ, ձիթայուղ, արթֆուտ, համեարվեստ եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։